Եթե մենք երեխային սովորեցնենք այսօրը, վաղը նրա համար չի լինելու ափսոսալու առիթ։ Կա այսօր, իսկ վաղը չգիտեմ։ Որոշեցի այսպես սկսեմ։ Ողջույն։ Ողջույն։ Ինչ հետաքրքիր ձևակերպում էր։ Այո, հավատա, որ այս թեման, որ ես առաջարկում եմ խոսենք, սա եւս լինելու է քո մասին։ Իմ մասին, քո մասին եւ հենց կարեւորը քո մասին, որովհետեւ քո համար ենք մեր հանդիպումները կազմակերպում եւ թեմաները բարձրաձայնում մեր հանդիպումների շրջանակներում։ Այո, կա այսօր եւ վաղը չգիտեմ։ Ողջույն, սիրելի։ Երևում է, որ թեման քեզ վերցրել է։ Այո, անցյալից հետո այսօրվա թեման շնչակտուր սպասում է երբ ենք քննարկելու, երբ ենք եւ այդ էմոցիան կար, որ անցյալի քննարկումից հետո վաղը չգիտեմ, իսկ ներկան կա։ Իսկ հիմա մենք նստած ենք ներկայում։ Այո։ Ու ես ունեմ շատ հաճելի տաք էմոցիաներ քո հետ այստեղ գտնվելով։ Ես ուզում եմ, որ մեր տաք էմոցիաները կարողանանք մեր թեմաների բարձրաձայնման եւ քննարկման շնորհիվ հասցնենք հասցեատերերին, ովքեր իրենց փորձելու են գտնել այսօր, այս պահին ներկայի մեջ։ Վաղը չգիտեմ մարդկանց, իրենց այդպիսի խումբ անվանենք, վաղը չգիտեմ։ Դա հենց այն մարդիկ են, ովքեր վաղը չգիտեմ եթե յուրացնեն, այսօր կօգտագործեն իրենց սիրելի սուրճի բաժակները, կբացեն փակ օծանելիքները, որոնք անպայման օգտագործելու են, բայց երբ չգիտեմ, կամ մի պատեհ առիթով արդեն կնվիրեն եւ իրենցը չի լինի։ Ամենասիրելի, հաճելի, հարմարավետ զգեստը, որ պահարանում է, կկրեն երբ կամենան, ոչ թե կսպասեն հարմար առիթի, որովհետև վաղը չգիտեմ։ Ես ճիշտ եմ հասկացել ենթատեքստը։ Այո, իմ ամբողջ ցանկությունը խոսել այն մասին, որ մենք բոլորս ապրում ենք, պայքարում ենք եւ ձգտում ենք ապագայի համար։ Մենք տանջվում ենք ապագայի համար, աշխատում ենք ապագայի համար, մեր կյանքից, մեր ժամանակից, մեր առողջությունից, մեր էմոցիոնալ դաշտից նվիրատվություն ենք անում ապագայի համար, բայց դա անում ենք ամեն օր։ Զոհաբերում ենք մեզ, մեր կյանքը, մեր ժամանակը հանուն ապագայի։ Բայց այդպես էլ չենք հասկանում, երբ ենք հասնում այդ ապագային։ Ես ուզում եմ օգնող հարց տալ քեզ եւ մեր սիրելի հետևորդներին։ Կա մեկը, ով հասել է ապագային, պլանավորված, կա մեկով հասել է ապագային, շատ լավ հարց է, բայց հարցս օգնող հարցերից է, դու կսիրես այդ հարցը։ Կա մեկը, ով 20-30 տարի պլանավորված ապրել է եւ 30 տարին լրանալուն պես առաջին օրվանից արդեն վայելել է իր ստեղծածը, գիտակցված, պլանավորված եւ նպատակային։ Կարծես բոլոր դեպքերը, որ մենք քննարկում ենք, եթե իհարկե կա այդպիսի հետևորդ, թող մեզ գրի, որտեղ բոլոր փորձերը մեզ համար այստեղ կարևոր են։ Ես ինչքանով որ դիտարկել եմ, որովհետև միշտ կարևորել եմ հասկանալու վաղվա օրը, սև օրվա փողը հասկացությունները։ Սև օրվա համար, նեղ օրվա համար։ Նեղ օրվա համար, սև օրվա համար, բացառիկ էթնո հոգեբանական արտահայտություն է, սև օրվա փող, որովհետև մենք անընդհատ անակնկալի ենք եկել թշնամու հարձակումներից, շրջափակումներից եւ այդտեղից ձևավորվել է սև օր հասկացությունը, որը կգա վաղը, բայց չգիտես երբ եւ կգա թե չի գա։ Ես նաեւ տեսել եմ մարդկանց, ովքեր միշտ իրենց պահեստային հոգեպահուստ ասվածով պարծեցել են, որ տես, ես որ շաքարավազը չպահեստավորեի, այսօր խանութում չկա շաքարավազ։ Տես, որ ես այս սպիտակեղենը չկուտակեի, հիմա այնքան թանկ է, որ չէին կարողանա օգտվել։ Տես, որ երկու հեռուստացույց առա ինչքան ճիշտ էր, հիմա ունենք երկուսը, մեկը փչացել է, մյուսը օգտագործում ենք։ Սրանք բոլորը նեղ օրվա, սև օրվա արտահայտություններ են։ Բնականաբար, եթե այս արտահայտությունները ես լսել եմ նաև իմ պրակտիկայից դուրս, հասկացել եմ, որ դա արդարացված է։ Մարդը, ով պահեստային է մտածում, նա շահում է։
Բայց հոգեբանության մեջ գալիս ես հանգում ես փակուղու։ Կիսվում եմ այս հակասական դիսոնանսով։ Մարդը այսօր ապրում է, վաղը ապրում է, մյուսօր ապրում է 10 տարի, 20 տարի, 30 տարի եւ տեսնում եմ, որ նրա մեջ կա ներքին բողոք, այդպես էլ չապրեցի։ Բայց ինքը պահեստավորել է, նկուղում կա ձմեռվա պահուստ, եւս մի 10 տարվա ուտելիք կամ հագնելիք կամ ամեն ինչ, նույնիսկ տեխնիկա։ Բայց ես այդ մարդկանցից անընդհատ լսում եմ, որ այդպես էլ չապրեցի, այսինչ դաժան դժվար կյանք է, ռոբոտիկ կյանք է։ Մենք չենք վայելում, չենք ապրում ուրիշների նման, չենք ճամփորդում ուրիշների նման, սրճարան չենք գնում։ Չհասկացանք ինչպես անցան այս 10 տարիները։ Ու լավագույն տարիները։ Այստեղ էր խայծը, որ ես սկսեցի այս հարցը ենթարկել ավելի խորքային վերլուծության, ավելի շատ մարդկանց հարցնել եւ փնտրում եմ այն մարդուն, ով 20 տարի պլանավորված կուտակել է, ինչ որ բան է ստեղծել, չի վայելել, չի գնացել սրճարան, կինո, թատրոն, չի ճամփորդել, բայց հենց 20 տարին լրացել է, հաջորդ տարվանից ամեն ինչ արել է վայելելով։ Այդպիսի մարդկանց գտել եմ, բայց ոչ մեր մենտալիտետում։ Այդպիսի մարդիկ նույնիսկ բոլորի համար զարմանալի չեն իրենց ազգաբնակության մեջ։ Դրանք Եվրոպայում մեծացող մարդիկ են, ովքեր անցնում են թոշակի տարիքը լրանալու պես հաջորդ օրվանից արդեն իրենց կուտակածը կամ իրենց թոշակը արդեն ծախսում են գոնե թե ճամփորդության վրա։ Ես 63 տարեկանը լրացած մարդ, հայ մարդ, տատիկ եւ պապիկ չեմ տեսել, որ կենսաթոշակի տարիքից հետո անցնեն գոնե վայելելու էտապում։ Գոնե։ Եթե ես այդ մարդուն դեռ չեմ տեսնում, ուրեմն մինչև 60 տարի աշխատելը, կուտակելը, տանջվելը, չարչարվելը, ուսը ցավացնելը, ոտը ցավացնելը։ Չի բերում անհոգ ապագային, մեր երազած, պատկերացրած, գծած ու նկարած ապագային։ Այո, եւ տեսել եմ լիքը մարդիկ իմ ծնողների, տատիկ, պապիկների տարիքի, որ այդպես էլ սիրելի սուրճի բաժակների տուփը չեն բացել եւ մահացել են։ Բայց նրանց հարազատներն ասում էին, որ ինքը այս տուփը բերել է Չեխիայից, բերել է, պահել է լավ օրվա համար, որ փոխարինի իր աղջկան, իր հարսին, իր թոռանը եւ այլն եւ այլն։ Այս կուտակող հոգեբանությունը խանգարում է մարդուն այս օրը վայելել։ Իհարկե կարելի է ունենալ պահեստային հոգեբանություն, կուտակ, ամեն ինչ կարելի է։ Մենք չենք քննադատում, մենք վերլուծում ենք, բայց ուզում եմ շատ օգտակար թեման, շատ մարդկանց սրտին հասնի ու հենց հիմա իրենց ամենանվիրական իրը, որ պահել են այսինչ այնինչ առիթով, հենց այսօր օգտագործեն։ Մարիամ, ես վերջերս սովորել եմ չափսոսալ եւ հասկացել եմ, երբ ինքս ինձ սովորեցրել եմ չափսոսալ, չխնայել, չպահել, ես ինչ որ չափով զգում եմ իմ ներկան։ Ես զգում եմ, որ ես վայելում եմ։ Այսինքն դա հնարավոր է, ճիշտ է։ Ես զգում եմ, որ ես ապրում եմ։ Եվ երբ ասում են դե թռուցիկ անցավ տարին, թռուցիկ անցավ ամիսը, թռուցիկ անցան տարիները, ոչինչ չհասկացա, ես ամեն մի վայրկյանը հիշում եմ ինչ եմ զգացել, հիշում եմ ինչ եմ ապրել, հիշում եմ ինչ եմ տեսել, որովհետև այո, քո ասած հոգեբանական այդ ճանապարհը, որ դու պետք է անցնես, ես իմ վրա եմ օրինակը բերում, որ ոչ ոքին չդիպչեմ, չնեղացնեմ, որ չցավացնեմ ոչ ոքի, բայց այդ չափսոսալը, հա, ես սովորել եմ, որ եթե ունեմ շատ լավ մի բան, ես ուզում եմ բացել ու հիմա վայելել, որովհետև չգիտեմ հետո ինչ է լինելու։ Ես իրականում հիմա որսի բաց չթողնեմ որևէ հոգու, մարդկային հոգու, պետք է ասեմ, որ վերջերս շատ եմ լսել, գոնե թե իմ տարիքի կանանցից, որ ասում են ափսոսը ես եմ։ Այ այս արտահայտությունը հիշեցի ու ուզեցի անպայման հիմա ասեմ ու դու ինձ օգնեցիր դա հիշել։ Ափսոսը։ Այո, որովհետև մենք քանի որ ափսոսող հոգեբանությամբ ենք մեծացել, տիկնիկը մի բացի ափսոս է, շորը մի հագի տան մեջ ափսոս է, խաղալիքը մի տար դուրս ափսոս է, այսինչն մի արա ափսոսա, էստետրի մեջ մի գրի ափսոսա, այնքան շատ եմ դա լսել, գոնե 90-ականներին դպրոց գնացող սերունդը հիմա դա կփաստի, ամեն դեպքում ես ծնող լինելով դժվար կհիշեմ բաներ, որոնք կասեմ ափսոս է, բայց ես բացառություններից չեմ ուզում կարճել, շատ մարդկանցից նաև լսել եմ, որ ափսոսը
ես եմ։ Եվ դա այն ժամանակ, երբ սկսեցի մարդիկ դիմել օգնականների, որ գորգը լվացվի, որ բուրդը լվացվի, որտեվ շատերը հասկացան, որ բոլորը չեն, որ ի վիճակի են տարիներ շարունակ ծանր գորգը լվանալ կամ այդ բրդային քաղաքականությունը առաջ տանել, շատերը հենց հոդերի խնդիր ձեռք բերեցին, ուսերը սկսեցին չաշխատել, անգամ կրծքագեղձի խնդիր ունեցող մարդիկ շարունակում էին այդ ծանր գործողությունները անել։ Ափսոսը ես եմ արտահայտությունը շատ կենցաղային է, բայց շատ մարդկանց կհիշեցնի, որ եթե մենք երեխային սովորեցնենք այսօրը, վաղը նրա համար չի լինելու ափսոսալու առիթ։ Դա շատ կարևոր է։ Այդպես մարդը մեծանում է եւ ասում է. մինչև իմ պատկերացրած տունը չունենամ, իմ պատկերացրած մեքենան չունենամ, իմ պատկերացրած մարդու հետ չամուսնանամ, դժվար թե ես լինեմ ուրախ։ Բայց հոգեբանությունը այլ բան է ասում։ Դու ուրախ ես, որտեղ դու ունես քեզ։ Այս օրը, այս արև, այս լույսը, այս հագուստը քեզ ունես, քո ժպիտը ունես։ Պատկերացնում եք, մարդը կարող է իր ժպիտը փոխարինել ինչ որ մի բան ունենալու հետ։ Կունենամ, նոր ուրախանամ։ Սա նաև այդ նյութականացված մոտեցումներն են, որովհետև իսկապես հաճախ մարդիկ, ինձ թվում է այստեղ ազգային պատկանելությունը կարևոր չէ, կարող են իրենց լավ ապագան շփոթեն մեծ բաներ ունենալու հետ։ Բայց այնքան ապացուցված փաստ է, որ երջանկությունը մեծ տուն փոքր տուն չի ճանաչում։ Երջանկությունը ճանաչում է առողջ մարդ։ Իրենց առողջությունը վնասած, կորցրած բոլոր մարդիկ խնդրում եմ կգրեք մեկնաբանություններում կամ առանձին, ես ուզում եմ այս փաստը ունենալ, կասեն, որ առողջությունը կորցրեցի, նոր հասկացա, որ երջանիկ էի, որովհետև հատկապես անբուժելի հիվանդությունների դեպքում ոչ գումարն է փրկում, ոչ ունեցվածքն է փրկում, ոչ հեղինակությունն է փրկում, ոչ անուն ազգանունն է փրկում։ Դրա համար ամեն օրը պետք է առողջությունը խնայել։ Խնայողություն ասվածը գումարի ժամանակ պետք է փոխարինել խնայում եմ ինձ։ Դա նշանակում է խնայում եմ իմ առողջությունը։ Գլուխս չեմ ցավացնի, ոտքս չեմ ցավացնի, սիրտս չեմ դնի հարվածի տակ, աղիքներս չեմ դնի հարվածի տակ, սրանք արդեն հոգեմարմնային խնդիրների շարքին եմ անցնում։ Լիքը մարդիկ անգամ չգիտեն, իրենք կարող են ունենալ չարուրակ նորագոյացություն, որտեղ իրենք ամեն օր շնչել են չար մի բան։ Ծուխ, միտք, ամբողջը բերում է այն ամենին, ինչը որ մեզ համար կարող է լինել մեկ օր անդառնալի։ Եվ վերջի վերջո վստահությունը միայն այս օրվա, այս պահի վրա է, ոչ թե վաղվա օրվա վրա։ Փաստը։ Այո։ Եվ կցանկանայի քո տեսակետը, քո կարծիքը լսել այն մասին, որ ասում են խելացի մարդիկ։ Ես չեմ ափսոսում այն բանի համար, ինչը որ արել եմ, ես ափսոսում եմ այն բաների համար, ինչը որ չեմ հասցրել անել։ Կամ չեմ արել։ Այո։ Այո, սևակագիտությունը պետք է այլ հարթակի վրա հասցնել այդ շեմը, որովհետև իմ համար հաճախ ազգային հոգեբանության մեջ սևակագիտությունը շատ առանցքային դեր է զբաղեցնում, էմոցիոնալ ու հարաբերությունների նկարագրման մասով, բայց պատասխանեմ քո հարցին։ Այս պահին միանշանակ եւ բացարձակ ճշմարտություն է դառնում, որ այո, եթե նույնիսկ մեզ ապացուցում են, որ եթե դու հիմա դա անես, դա քեզ վնաս է լինելու, չանելու դեպքում, չվնասվելու դեպքում մեզ փաստը չի համոզում, որ դա ճիշտ էր։ Մարդ պետք է գործողության միջով անցնի, որպեսզի դա դառնա գիտելիք։ Միայն արված փաստն է, որ իմն է։ Եթե ես դա չեմ արել, ամենահամոզիչ, խելացի, մեզ համար հեղինակավոր մարդկանց խորհուրդը եւ խոսքը մնում է արժեքավոր, բայց ոչ ներքին փաստ։ Իսկ ներքին համոզմունքը ամենակարևոր բանն է, որ դառնում է մոտիվացիա, դառնում է ինքնագնահատական, դառնում է փորձ։ Չապրել հիմա, չվայելել հիմա, չզգալ հիմա, չհասնել հիմա, չվերցնել, չշոշափել, քեզանով չանել, այլ սпасել ու պահել։ Ես միշտ իմ ընկերներին կամ իմ ընտանիքի անդամներին ասում եմ, քանի որ չկա վաղվա օրվա
հետ կապված վստահություն ու դու իսկապես չգիտես վաղը ինչ իրավիճակում կհայտնվես, որտեղ կլինես կամ ինչպիսին կլինես դու, ինչ նոր հայացքների, նոր ցանկությունների տեր, վերցրու եւ վայելիր հիմա։ Վերցրու եւ ասա հիմա որ սիրում ես, ասա հիմա որ ներում ես, վերցրու եւ օգտագործիր քո ծանելիքը, որովհետեւ դա քոնն է եւ դու իրավունք ունես հիմա դա վայելելու եւ օգտագործելու։ Երևի թե քո խոսքը այսպես կվերցնեմ եւ կասեմ, որ քո մասին էր, վայելի, որովհետեւ այս թեման ավելի գեղեցիկ փակել հնարավոր չէր։ Այս ամփոփումը քո մասինի շրջանակներում անվանենք վայելել ու անպայման հանդիպում ունենանք ինչպես սովորել վայելել, որովհետև մենք կարող ենք ասել, մարդիկ կասեն ձեզ հեշտ է ասել եւ մենք դա պետք է սովորեցնենք։ Այո, եւ պետք չի ծայրահեղական մոտենալ հարցին եւ սպառել բոլոր հնարավորությունները, հետո ասել դե ես սպառեցի, որովհետեւ ուզում էի վայելել եւ արդյունքում ոչինչ չունեմ։ Այսօր կա։ Բայց վաղը չգիտեմ։ Շնորհակալություն սիրելիներս, որ մինչ այս պահը մեզ հետ էիք, եթե այս թեման քո մասին էր, ապա խնդրում եմ բաժանորդագրվիր, որ հաջորդ թեմային անպայման մասնակից լինես եւ շնորհակալություն քեզ սիրելիս։ Գրկեցի քեզ։ Ես հաջողություն։ Ինչ նորմալ եք։ Ո՞մ մեկ ձեր կրունկին նայելով Իմ կրունկը ձեր էներգիայից սենզալինո։ Ռեքա, at գոռա սկսենք։ Ասա գորած սկսենք։